տեսեք մենք փոխեցինք համակարգի անունը, ի սկզբանե պլանավորված էր, որ այն կոչվի տենց էր առողջապահության համապարփակ ապահովագրություն, եւ մենք հասկացանք, որ ուղերձը սխալ է տալիս, դա առողջապահության համապարփակ ապահովագրություն չէ, որովհետեւ բոլոր առողջապահական ծառայությունները չի մատուցում եւ ընդ որում, որպեսզի հիասթափություն չլինի կամ լինելիս մեջ չլինի, աշխարհում չկա պետական առողջապահական մի համակարգ, որը ծածկում է բացարձակապես ներառում է բոլոր առողջապահական ծառայությունները։ Հիմա մեր հաշվարկով նախնական մեր համակարգը ներառելու է առողջապահական երկրում գոյություն ունեցող ծառայությունների մոտավորապես 30%-ը, բայց այդ 30%-ը ծառայությունների ամենահաճախ օգտագործվող ծառայությունների 30%-ն են։ Այսինքն պատկերացնենք ոչ թե ծավալով, այլ դեպքերով։ Մենք ունենք 100 տող պայմանական հիվանդություն, մենք 100 տողի մեջ այս փուլում ներառելու ենք մոտավորապես, ես էլի եմ ասում, ես փորձագիտական մակարդակով չի իմ իմացությունը, գուցե մի քիչ շեղումներ ունեմ իմ թվերի մեջ։ Ունենք 100 տող հիվանդություն, մենք ներառելու ենք 30 տող հիվանդությունները, բայց այս 30 տող հիվանդությունները ամենահաճախ քաղաքացիների կողմից, այսինքն ամենահաճախ պատահող հիվանդություններն են, այսինքն 70 տողերում լինելու են դեպքեր, երբ որ սոցիալական ցանցերում մենք տեսնելու ենք, ասելու են, կառավարությունը հայտարարեց, որ առողջության համընդհանուր, որովհետև բոլորը պետք է ապահովագրվեն, համակարգ է ներդրում, բայց մենք գնացինք, մեզ ասում են, որ պետք է վճարեք։ Այդպիսի դեպքեր լինելու են, բայց այն շատ մեծ տեսակարար կշիռը ամբողջությամբ քաղաքացին այլևս ծախս չի արելու, բացի առողջության ապահովագրության համար վճարումներից։ Ընդ որում գիտեք, որ մենք այստեղ էլ նաև այդ թվում խաղաղության, հաստատված խաղաղության արդյունքում մենք նաև հնարավոր ենք համարել, որ մենք զինծառայողների ապահովության հիմնադրամի քաղաքացիների կատարվող վճարների, պարտադիր վճարների մի մասը նվազեցնենք եւ քաղաքացիների այն գումարը, որ իրենք հիմա վճարում են զինծառայողների ապահովության հիմնադրամին, այդ գումարները կուղենք, մի մասը կուղենք առողջապահության ապահովագրությանը։ Ու աշխատավարձի չափից կախված գիտեք, որ տարբեր չափերի վճարումներ են արվում, հետեւաբար իսկ մնացած մասը ինչ որ մեկ այլ հատված այս տարի կառավարությունը կվճարի բոլորի համար եւ ամբողջ։ Մյուս տարվանից արդեն այդ նվազեցվող հատվածը զինծառայողների ապահովության հիմնադրամի կոմպենսացնի քաղաքացիների ծախսը եւ իհարկե նաեւ համընդհանուր հայտարարագրումից ստացվող սոցիալական կրեդիտներ կլինեն առողջապահության համար նախատեսված, որոնք քաղաքացիները կարող են ուղղել, բայց ելի այս դեպքում էլ չի լինի, որ ամբողջ ծախսը փակվեց, որովհետև կլինեն դեպքեր կախված աշխատավարձի չափից, որ ամսական 2000 դրամ, 3000, 4 կամ 5000 դրամ, կամ չգիտեմ, գուցե դեպքերը կլինեն տարբեր, պետք կլինի լրացուցիչ վճարել։